Մեկն ասում է, ես չեմ իմացել, որ զորքստից դուրս եկե գնացել անդե։ Մյուսն ասում է, ես չեմ ցուցում տվեք, երբևիցե հայկական հողեր չեմ հանձնել։ Երրորդը, չգիտեմ, ուրիշ բաներ են ասում, եւ ի վերջոն չի բերում։ Դատարանում իրենց կողքին նստում են մարդիկ, որ կատարել են այդ մարդկանց հրամանը։ Եթե երկրի ղեկավարը դուրս է գալի եւ ասում է, ես եմ տվել այդ հրամանը եւ պատասխանատվություն եմ կրել, ապա հրաման կատարողին չեն կարող ոչ մի բան ասել։ Եվ ցավոք սրտի պետք է ասեմ, մեր երկրում չկա այդպիսի բան, որ մեկը իր վրա վերցնի պատասխանատվություն։ Չկա։ Միջալոց դա խոսքը չի գնում մենակ ասենք երկրի ղեկավարների մասին։ Խոսքը գնում է եւ բարձրաստիճան զինվորականների մասին, եւ եկեղեցականների մասին, եւ մյուսների մասին։ Մարդը զորքի հրամանատարն է, չի ասում, ես եմ պատասխանատուն, ես եմ հրաման տվել, կամ ես չեմ տվել հրաման, չի ասում դա։ Ասում է, ես չեմ իմացել, ինքը գլխիցս թռել է, չգիտեմ ինչ արել, ուղիղ ենթակայության եղել, ամեն ինչ անում են, որ մարդիկ պատասխանատվություն չվերցնեն իրենց վրա։ Իսկ այն դեպքում, որ ասենք, ես մի անգամ ասել եմ, պատկերացրեք, տեղի է ունենում հոկտեմբերի 27, մի խումբ մտնում են ամբողջ պարլամենտը գնդագահարում են։ Մի հոգի չի ելնում ասի, որ ես իմ պաշտոնական պարտականությունները չեմ կատարել, դրա համար հրաժարական եմ տալի։